փաստորեն շարունակում եք պնդել, որ Հայաստանում ընդդիմադիր խոսքը չի լրացվում, ընդդիմադիր падգամավորները ասում են 40 քաղբանտարկյալ։ Հարգելիս, ո՞րն է ընդդիմադիր խոսքը, թուրք, դավաճան, հողատուն, կասեք ինչի մասին են խոսում մեր ընդդիմադիրները, վերջի, մի րոպե, եկեղեցին արդեն դարավ ընդդիմություն, շատ լավ, օրինակ եք բերում, կվերադառնանք Հայաստանում ու գգան, հա, տեղ չգնաս։ Հայաստանի Հանրապետություն քաղաքական ընդդիմախոսություն չկա, քաղաքական ընդդիմախոսներ չկան, կան մարդիկ, ովքեր որ վիրավորանքներ են հնչեցնում, որևիցե բան չեն առաջարկում, խնդրում եմ ասեք, ինչ առաջարկներ են արել վերջի ժամանակահատվածում, որոնք քաղաքական նշանակություն ունեն, խաղաղության հետ կապված, չգիտեմ, պետության ապագայի հետ կապված, բացի Ռուսաստանի եւ Բելարուսի կազմում հայտնվելու մասին մեր ընդդիմադիր գործընկերներ, ինչ քաղաքականություն են իրանք առաջարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ո՞րն է այդ քաղաքական ընդդիմադիր խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ բանտերում են, ասեմ ավելին, մենք ուշացրել ենք դա։ Մենք ուշացրել ենք, երբ որ երկաթե մանդատ արտահայտություն ասում ենք, ժողովուրդը մեզ մեղադրում էր եւ դուք մեզ նաեւ հարց եք տալի, ասում եք, բա ուր է երկաթե մանդատը, խիչի գործում երկաթե մանդատը, այսինքն այն մարդիկ, ովքեր որ հանցագործություն են անում, հետո տեխնացություն են դնում, պետք է այնուամենայնիվ չպատժվեն։ Այսինքն նոր թափ եք հաղորդելու այս կալանավորումներին։ Ուրեմն նախ ես չէ, որ ես նոր թափ չեմ հաղորդում, ես քաղաքական գործի չեմ, բայց ես ասում եմ, որ երկաթե մանդատը սկսել է գործել, մուրճը գործում է, գործելու է ու հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարերի, սաքուլիկների, վարդանիկների, ես երբ եմ ասել, որ վարդանիկի տեղը բանտում ասենք, 5 ամիս առաջ եմ ես դա ասել, կամ եթե ես չասեի, դուք չգիտեիք, որ այդ մարդը տարբեր տեսակի բաների մեջ բանարածը փոխկապված է, ուզում հասկանամ, հիմա վերադառնանք Ռուսանի հարցին, եկեղեցում ինչ էին արել, նորից կասեմ, այո, եկեղեցում չի կարելի բղավել, որտեվ դա Աստծո տունն է, այո, ծափ տալ կարելի է, մեծարել կարելի է, Աստծուն, ուրեմն կրկնում եմ, եկեղեցում բղավել չի կարելի, եկեղեցին վերածել քաղաքական միտինգի չի կարելի, այն բանը, որ քաղաքական գործիչները գնում են եկեղեցի, դա նորմալ է, բայց որ եկեղեցում դու սկսում ես քաղաքական բան, բղավեցին, դրա համար եկեղեցին այսօր ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցու որոշ մարդիկ դարել են ոչինչով չտարբերվող, ասենք չգիտեմ, որ մարդ կուսակցության տրամաբանության մեջ գտնվող մարդ։ Այս գիրակի մասնակցելու եք, պարոն Սիմոնյան, այսինքն այդպես պետք է հանեին քաղաքացուն, որը լավ, ենթադրենք ձեր ասածով առաջնորդեն չէր կարելի գոռալ։ Պետք է մարդուն բռնեին, բերանով ուժեղ փակեին ու շպրտեին։ Դուք չէ՞ բռնեին, բերանով ուժեղ փակեին, թույլ փակեին։ Կադրեր տեսել եք, այդ մարդը չէր կարող շեր արդեն։ Արդեն չէր կարողանում շնչեր։ Դուք կողքը կանգնած եք, զգում եք, որ ինքը դժվար է շնչում։ Ես մի քիչ Այն պարագայում, որ քան հազարավոր մարդիկ են կամ հարյուրավոր մարդիկ են կամ 50 մարդ է հավաքված, այդ իրավիճակում հիմա ասել մի քիչ վերանը ինձ փագեիք, որ շրթունքները բան չեն։ Լավ, խնդրում եմ, էլի։ Պարոն Սիմոնյան, այս գիրակի մասնակցելու եք պատարագին։ Քաղաքական խոսակցության, ես ասում եմ քաղաքական խոսություն ունի ընդդիմությունը, դու այդտեղից ինձ ընդհատում ես, ասում ես, ոչ, եկա, այտենց բան ու սկսում ես ասում եք այլախոհության համար, այլախոհություն։ Ռոզաննա ջան, դու այլախոհության, Կարինեն այլախոհության եւ մնացած բոլոր այլախոհության ամենավառ ապացույցներն են։ Այսինքն դուք այլ կարտիկ արտահայտելու համար դուք երբևիցե խնդիր ունեցել։ Մենք երբևիցե չենք ունեցել, Պարոն Սիմոնյան, չի խոսում ձեր մասին, դա լավ չի խոսում։ Ես օրինակ ունեցել եմ այդ խնդիրները, որտեղ երբ որ ես հրապարակային գործունեությամբ եմ զբաղվել, իմ նկատմամբ, իմ եղբոր նկատմամբ այն ժամանակ եղել է հետապնդում, եղել են ճնշումներ։ Ես զարմանում եմ, որ Սերժի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ձեր մոտ դա չի եղել, դա նշանակում է, որ ինչ-որ համահունչ եզր եք գտել։ Մարդկա եղել է։ Պարոն Սիմոնյան, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ինչ պետք է հիմա արվի։ Ցանկություն է պետք եւ կամք է պետք ադրբեջանական կողմից եւ կարծում եմ, որ այդ ցանկությունը եւ կամքը մոտ ենք մենք դրան եւ շատ հնարավոր է նախապայմանը հաղթահարելու համար, այսինքն խոսում են, քննարկում են, դե նախապայման չի, ժողով, դուք ասում եք նախապայման, ես կարող եմ ասել, որ դա անհանգստություն է, այսինքն դուք այդ ձևակերպումը չեք տալիս, բայց իրականում այն ինչի մասին դուք խոսում եք, դա ադրբեջանական կողմի չեմ ուզում կտրուկ բաներ ասեմ անհանգստությունն է, հա, որովհետեւ իրանք անհանգստանում են, ինչի համար են իրանք դա ուզում, իրանք դա ուզում են նրա համար որպես այսպես ասած թղթերով ամեն ինչ ճիշտ լինի, թղթերով ամեն ինչ բան լինի։
ֆիքսված լինի, որտեվ կյանք է, կարող ամեն բան լինի, որպեսզի ապահովագրեն, որ վաղը մյուս օրը նոր պատերազմի առիթ չի լինի, որը իրականում լավ ցանկություն է, այլ հարց է, որ մենք մեր կողմ համարում է, որ այտենց հարց մեծ հաշվով բարձրացնելը տեղին չի եւ այդ հարցը լուծված է։ Ինչը չեն կանելու։ Հանդիսությունները չեք փարատել։ Լսեք, մենք ակնհայտ է, թե մեզ, թե ադրբեջանական գործընկերներին, թե աշխարհին, թե ելույթներին, որոնք որտեղ հնչում էին, որ Հայաստանը ամեն ինչ արել է, իր ուժերից էլ նույնիսկ վեր արել է, որպես տարածաշրջանում խաղաղություն լինի, եւ տարածաշրջանում խաղաղություն այնուամենայնիվ փխրուն, բայց հաստատվել է այդ խաղաղությունը։ Եվ հիմա մենք պետք է շարունակենք, ինչպես ասվում է, անհանգստությունը, որ ունեն սահմանադրության մասով իշխանությունը Շրջան, մենք ամեն ինչ արել ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ խաղաղությունը վերջնական պայմանագրի ձևով լինի, բայց դրանից էլ ավել հողի վրա խաղաղություն լինի, որտեղ մենք Վրաստանի հետ օրինակ խաղաղության պայմանագիր չունենք, բայց մենք խաղաղության մեջ ենք իրանց հետ, չէ՞։ Պետք է այդ հարցը մեզ ժամանակապետ, որ Ղարաբաղի բնակիչները ինչ որ պայի, ինչ որ մարդ, որ ուզենա վերադառնա այնտեղ, որ մենք տեսեք անհավանական բան է, գրեթե 2 տարի է մենք իրար այլևս չենք կրակում։ Սենց բան անկախությունից ի վեր չի եղել, հասկանում եք, ժամանակապետ, խնդրում եմ դա հասկացեք։ Սիմոնյան, անվտանգության աշխատողները աշխատանքային օրերին ստեղի անվտանգությունն են ապահովում Շաբաթ Կիրակի Ստեփան Ասատրյանի անվտանգությունը։ Ո՞վ է Ստեփան Ասատրյանը։ Տեր Արամ Ես իմ աշխատակիցների հետ ինչ գործ ունեմ ուզում հասկանամ։ Սա ինձ Չէ, ճիշտ հարց չեք տալիս։ Ճիշտ չեք տալիս։ Ձեզ այդ ինչ-որ մեկը ընդա գնա, ինձ սպասարկող մարդիկ չեն մասնակցում։ Հարգես պետական, ես չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում։ քաղաքացիական պետք։ Երևի ամենայն հավանականությամբ նկատել եք, այնտեղ էլի պաշտոնյաներ կային։ Կային պաշտոնյաներ այնտեղ։ Կային պաշտոնյաներ։ Այսինքն ես որ շաբաթ կիրակի քայլում եմ, իմ հետ անվտանգության աշխատակիցներ չկան։ Արի sense մի բան պայմանանք, երբ որ հարց ենք տալիս, իմանանք ինչի մասին ենք հարցնում։ Դու չգիտես ինչի մասին ես ասում։ Եթե ես հիմա գնամ պատարակի, եթե վաղը ես գնամ պատարակի, իմ սպասարկող տղաները իմ հետ գալու են, ճիշտ հազաբար։ Բա պետական պահպան վարչապետը այնտեղ ա եղել, հետը պետական պահպանության աշխատակիցներն են եղել, ճիշտ նոր բանա տեղյակ չէիք, որ վարչապետին պետական պահպանության ծառայություն։ Ոչ, պետական Ռեփսիմե ջան, գնա կճշտես կգաս ստեղ եմ, հա։ Հենց ստեղ իրականացնող ամբողջ ՊՊՑ-ն դա ՊՊՑ-ը է։ Այսինքն ինքը մի մարմին է։ Դու որտեղ հարց ես տալիս, հետո կարողանում ես ինչ-որտեղ հարցազրույցան ես։ Հա։ Դե իրանք են շարժական քո տրամաբանը։ Ազատ ժամանակ շատ ունեք, դիջեյությամբ եք սկսել զբաղվել։ Չեմ սկսել զբաղվել, իմ ընկերների համար եմ նվագում, ինչ եմ խնդրում։ Գիշերները կարծում եմ մնում էր գիշերները ստեղ լինեի կամ գիշերները ձեզ հարցազրույց տայի։ Էլ ինչ հարցեր կա։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։